Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդաշարերը, սա Թարմուղեղով զրույցն է, իսկ իմ զրուցակիցը առաջին խոսափողի մոտ Թարմուղեղով Աբրահամ Գասպարյանն է, Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրենը, ինչպես նաեւ քաղաքագետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ այստեղ եք, պարոն Գասպարյան, նախորդ անգամ երբ մենք զրուցեցինք, դեռևս հստակեցում չկար թե ընտրություններին ինչ ձևաչափով եք դուք մասնակցելու, բայց այն, որ մասնակցելու եք, դա որոշված էր։ Երկար ժամանակ է անցել, արդյոք հստակեցում կա արդեն, թե դեռևս ոչ։ Հստակեցումներ շատ կան, որոշումը մնում է նույնը, այո, մասնակցություն այս ընտրությանը, բայց հիմա բանակցությունների վերջնական ավարտական փուլն է, թեև եւ մեր հայրենակիցներին եւ հեռուստալսարանին տեղեկացրել էի, որ մարտի կեսերին վերջնական որոշումը կայտարարեմ, բայց վերջին շտրիխներն են, այսպես ասեմ, եւս մեկ շաբաթ 10 օր։ Ինչով է պայմանավորված, սա կամակորություն չէ, ոչ էլ այլ խնդիր, ես ուղղակի սովորեմ կոնկրետ պայմանավորվածություններով առաջ շարժվել, որոնք կհանձնվեն թղթին եւ որոնք կունենան համակարգային մոտեցում։ Եթե համակարգային մոտեցում չի գործում, ապա օդի մեջ, այսպես պարզապես խոստումով, որ կանենք իրար հետ, ես այդպիսի գործարքների մեջ առհասարակ չեմ մտնում, որովհետև ընտրությունը ինձ համար գործարք չէ, հատկապես այս ընտրությունը, բոլորիս համար էգզիստենցիալ հարց է, որպես պետություն, որպես ժողովուրդ եւ ատամ ունենալ չունենալու խնդիր է այս տարածաշրջանում, ինքնության հարց է, հազար ու մի բան կարող ենք ասել։ Այդ իսկ պատճառով բոլոր այն կողմերի հետ, որ վերջին 8 ամսվա ընթացքում ամենայն դեպս բանակցությունների տարբեր փուլերով անցել ենք եւ կարողացել ենք ձևավորել այն նեղ շերտը, որը 4 պարամետրերը չեմ հիշում, եթե անցած անգամ խոսել ենք, որ ուժերը պիտի լինեն պարտադիր ազգային, պետականամետ, առաջադեմ, պրոգրեսիվ եւ տեխնոկրատ մոտեցումներ պիտի ցուցաբերեն, կարողացել ենք մեծ հաշվով այդ կորիզը հավաքել, հիմա վերջին շտրիխներն են եւ կայտարարեմ։ Ես հիշում եմ 21 թվականին ընտրությունների նախաշեմին միակ գլխավոր հարցը Փաշինյանին հեռացնելն էր։ Այսինքն կողքից այլ կարևոր թեզեր այդքան չէին քննարկվում, ինչքան այսօր։ Հիմա եթե փորձենք քննարկել ինչն է տարբերությունը 21-ի եւ 26-ի միջև, ինչը կառանձնացնեք դուք, որովհետեւ այսօր որքան էլ այդ հարցը շարունակում է ակտուալ մնալ, ամեն դեպքում ընդդիմության դաշտում ընդդիմությունը առհասարակ միայն այդ թեզի շուրջ եւ միայն այդ ուղղությամբ գնալու համար չի միավորվում։ Ինչը պիտի միավորի։ Տիկին Մամյան, տեսեք։ Շատերի համար կարող է չբացահայտված թվալ, շատերն էլ, որոնք ներգրաված են ընդհանրապես քաղաքական process-երում, կարող են հստակորեն հասկանալ, թե ինչ է ենթադրում բանակցությունը։ Հիմա ասեմ, դեդուկտիվ դատողություն անեմ։ Բանակցությունը ոչ միայն կոնկրետ պայմաններով հստակ նպատակի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելն է, այլ ընդհանուր հանրային միջավայր ստեղծելը։ Այդ հանրային միջավայրը, որտեղ ազդեցության մի քանի գործոններ կան։ Առաջինը քեզ քվեարկող, այսինքն քո ընտրազանգվածը, երկրորդը քո կուսակցական կամ քաղաքական միավորի որակական հատկանիշները, փորձը, հմտությունները։ Եթե այս բոլորը իրար հետ եւ էլի տասնյակ գործոններ կարող ունենալ, եթե այս բոլորը չես կարողանում ճիշտ համադրել եւ ճիշտ սեղանին ներկայացնել, ինչ որտեղ սխալ է դուրս գալու։ Այսինքն միայն դեկլարատիվ հայտարարել չէ, որ մեր նպատակը այս իշխանությունից ձերբազատվելն է։ Դրան պետք են հաջորդեն գործողություններ, ընդ որում այդ գործողությունները չպետք է լինեն տարերային, գուցե փողոցային, այո, տրամաբանության մեջ, փողոցային պայքարի կամ պայքարի փողոցային շերտի տրամաբանության մեջ լինեն տարերային գործողություններ, ինչը օբյեկտիվ է, բայց ընդհանուր առմամբ այդ ուժերը, որոնք կոնսոլիդացվում են կամ առանձին են գնում կամ մեկ նպատակի ուղղությամբ են շարժվում, իրենք պիտի ունենան պատկերացում, թե որ կետում, հատման կետում պիտի ունենան միասնական գործողությունների ծրագիր, ճանապարհային քարտեզ եւ ամենակարևորը հավաքական պատասխանատվություն։
Հիմա դուք նշում եք 21-26 ընտրությունների տարբերությունը։ Ես փորձում եմ որպես քաղաքագետ նաև այդ խնդրին ոչ միայն պրակտիկ տեսանկյունից նայել, թե ինչու չստացվեց մեզ մոտ։ Ավելի շուտ ես կնայեմ, թե որոնք են այն չափանիշները, որոնց բավարարման դեպքում կարող է ստացվել։ Այո, մոտեցման հարց է, որովհետև անընդհատ կարելի է քննադատել, անընդհատ կարելի է քավության նոխազ գտնել, անընդհատ ասել։ Իրականում հարցը ոչ թե քննադատության մեջ էր, այլ տարբերությունների, նմանությունների մասին փորձենք խոսել։ Քաղաքական դաշտը, ընդդիմադիր դաշտը տարբեր շերտերում լրացված է, հա։ Կա մեծ հաշվով, եթե մենք չլինեինք այս վիճակում, ես կլասիկ մոտեցումը ցույց կտայի, կա պահպանողական դաշտ, որը լցված է, կա ազգային դաշտ լցված է, կա, չգիտեմ, սոցիալ-դեմոկրատական կամ լիբերալ եւ այլ եւ այլ, բայց հիմա քանի որ բոլորը հայտարարում են, որ այս խնդիրը գլխավոր խնդիրը այս իշխանությունից ձերբազատվելն է, գաղափարական շերտը կորում է։ Այսինքն փոքր երկիր է, նույն խնդիրները բոլորը պիտի խոսեն այդ նույն խնդիրների եւ խնդիրների լուծման դեղատոմսերի մասին։ Բոլորը հարցը ձևակերպումների տարբերության մեջ է, թե ով ինչ բանահյուսություն կգործածի, հա, կամ նախադասությունները ինչ շարադասությամբ կներկայացին, դա է խնդիրը։ Բայց քանի որ մենք ունենք մեկ օրակարգ եւ այդ օրակարգի շուրջ պետք է գործողությունների միասնական քայլեր տեսնել, սա նշանակում է երկարատև հստակ բանակցություններ, որտեղ 5 օղակից է բաղկացած, հա, կամ այդ շղթան 5 օղակ ունի։ Առաջինը նպատակի հստակ ձևակերպում եւ որից չպետք է հրաժարվել, այսինքն ես չեմ կարող ասել մի բան, դուք հաջորդ օրը գաք մեկ ուրիշ բան ասեք։ Եթե կա կոնսենսուս, ասում ենք հաջորդ փուլին, այդ նպատակից բխող հստակ ծրագիր քայլերի հաջորդականությամբ, հստակ ժամանակացույց ճանապարհային քարտեզ, համապատասխան գործողություններով։ Եվ այս գործողությունների համատեքստում յուրաքանչյուր կողմի ստանձնած պատասխանատվությունը, ով ինչի համար է պատասխանատու եւ հաշվետվողականություն եւ ամենավերջում բնականաբար մենք այս գործողությունները անում ենք հավաքական առաջնորդության եւ պատասխանատվության սկզբունքով, թե ամենավերջում ամեն մեկը վերմակը պիտի փորձի իր կողմը քաշել եւ մեղադրի դիմացինին, թե դու սա ծախողեցիր, սա արեցիր, դա արեցիր։ Եթե այս հարցերի շուրջ 21 թվականին չի եղել, հստակ պայմանավորվածություն չի եղել, կամ սկսել են ծախողել է, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, այս մի լիդերը, այն մի լիդերի հետ կիսելու բան է ունեցել, խնդիրներ են ունեցել իրար հետ, չգիտեմ, մեկը մյուսի համակիրներին այսպես ֆաս հրաման է տվել Facebook-ում իրար կոտորելու կամ էսան, բայց այստեղ շատ կարևոր բան, գուցե այդ մարդիկ իրար հետ ունեն պայմանավորվածություն, որ այդպես պետք է լինի կամ բնական ձևով է գնացել, մի խոսքով։ Ի տարբերություն 21 թվականի, տեսեք, ես չխոսեցի բովանդակային խնդիրների մասին, որովհետև բովանդակային խնդիրը մեկն է եւ շարունակում է մնալ։ Ինձ դեռ դուք ասում եք 21 թվական, ինձ համար 20 թվականից էր պարզ, նույնիսկ 18-ից էր պարզ, որ Հայաստանի առաջիկա տասնամյակի գլխավոր խնդիրը անվտանգությունն է, անվտանգություն եւ անվտանգությունը իր բոլոր բաղադրիչներով։ Հայաստանի թիվ 1 խնդիրը շարունակում է մնալ անվտանգություն լինի 21 թվականին, թե 26 թվականին, թե 28 թվականին շարունակելու է դա մնալ։ Օրինակ դուք անվտանգություն ասելով ինչ եք հասկանում, պարոն Գասպարյան, որովհետև Նիկոլ Փաշինյանը ասում է անվտանգությունը դա միայն բանակը չի եւ բանակը չի։ Մենք այս տարածաշրջանում այս կարգավիճակով մենք առաջնահերթ ինչ պիտի հասկանանք։ Տեսեք, այդ անձնավորությունը կարող է Վիկիպեդիայի մակարդակի գիտելիքներ ունենա եւ դա շատ հմտորեն փորձի վաճառել իր ընտրազանգվածի վրա, անվտանգություն հասկացությունը դեռ անցած դարի 90-ականների վերջից դադարել է միայն ռազմական բաղադրիչը իր մեզ ներառել, այսինքն բան չի ասում, հա, ծագում է արևելքից նորամուծություն չի ասում։ Քաղաքագետները միջազգային հարաբերություններով եւ անվտանգային գիտությամբ զբաղվողների համար դա այբենարանի նույնիսկ այբնել չէ, այսինքն բոլորս էլ գիտենք, որ անվտանգություն ասելով չենք հասկանում միայն բանակ։ Անվտանգությունը շատ լայն հասկացություն է եւ տարվե-տարի գիտությունը, քաղաքագիտությունը ընդլայնում է այդ շերտերը, հա։ Հիմա անվտանգության գլխավոր մարտահրավերը կիբերանվտանգությունն է։ Իցուք մենք որ տեսնում ենք տարածաշրջանում պատերազմները, պետությունների խոցելիությունը, անվտանգային համակարգերի խոցելիությունը, մենք առաջին հերթին հասկանում ենք թվային
տեխնոլոգիաների ոլորտում իրենց ունեցած բայց որքան էլ մենք խոսենք Տիկին Մամյան անվտանգության մնացած բաղադրիչների մասին պետության ինքնիշխանության չասեմ ինքնիշխանություն որովհետև խոցելի հասկացություն է դա ինքնուրույնության մասնակի ինքնուրույնության գլոբալացվող աշխարհում չկա ինքնիշխանության բացարձակ մոտեցում աբսոլյուտ մոտեցում չկա պետության հարաբերական ինքնուրույնության տարածքային ամբողջության հնարավոր պահպանման տեսեք մենք առաջին չէինք խոսում երբ խոսում ենք օրինակ Արցախյան բանակցությունների մասին մեջբերում ենք Հելսինկյան եզրափակիչակցի 3 հայտնի սկզբունքները բայց ասում ենք պետության տարածքային ամբողջության պահպանում ինքնորոշման իրավունք եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում հիմա աշխարհը արդեն չի խոսում պետության ամբողջության պահպանման մասին նույնիսկ սոցիալական երկրները Իրան, Միացյալ Նահանգներ կամ պրոքսի այս պատերազմի ընթացքում որոնք մնացին անպաշտպան եւ նույն հենց այդ համակարգերը որոնք տասնամյակներով միլիարդավոր տրիլիոնի հասնող դոլարներ են ծախսել իրենց անվտանգության ռազմական բաղադրիչը պահպանելու առումով հիմա փաստի առաջ են կանգնել որ Միացյալ Նահանգները չի երաշխավորում որևէ մեկի ամբողջությունը եւ ասեմ մինչեւ այս պատերազմից առաջ նույնիսկ անցած տարվա հունիսին Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո Կատարի Օդայդիտ ռազմաբազայում որ Մերձավոր Արևելքում առաջին իսկ ամբողջ աշխարհում ամերիկյան երկրորդ ռազմաբազան է որը չնախազգուշացրեց Կատար պետության իսկ Կատարը Ամերիկայի չասեմ դաշնակիցներ ամերիկյան դաշնակիցներ չունեն եւ մեծ պետությունները ընդհանրապես դաշնակիցներ չունեն գործընկերը այսպես ասեմ ամենամեծ ռազմաբազան չնախազգուշացրեց այդ պետությանը որ Իսրայելը հրթիռ է արձակելու սպանելու Իսմայել Հանիային դիցուկ օրինակ եմ ասում հիմա այս ամբողջ պայմաններում երբ որ դու տարածքդ պահպանելու խնդիր ունես դու չես կարող ապավինել միայն անվտանգության մնացած բաղադրիչներն հա սահմանապահ զորքեր կկանգնեցնենք սահմանին եթե բանակը չկանգնեց այդ կդառնա այսպիսի բան նույնիսկ սահմանին Իրան եւ մնացած պետություններ ծովային կլինի կամ ցամաքային սահմաններ պատկերացրեք իրենք խոցելի են դառնում այսինքն մենք վերադառնում ենք այն խնդրին որ առանց բանակի ուժեղացման առանց բանակի ստրուկտուրայի վերակառուցման նոր փիլիսոփայության թարմացված այսպես ասեմ ժամանակակից անվտանգային մարտահրավերներին եւ սպառնալիքներին չպատրաստված բանակ ունենալու դեպքում դուք ունենաս բանանային պետություն որը ընդհանրապես սպասարկող է դառնալու Երբ որ ինքը կառավարության նիստում կանգնում եւ հայտարարում է կամ այլ առիթով որ մենք կորնիձորից մինչեւ երասխ պատրաստ ենք ապահովել, սա հենց այդ նույն դրամաբանությունն է, որ չկա բանակ, բայց ինքը հարց չի բարձրացնում կորնիձորից մի փոքր վերև։ Վարդենիսի շրջան, Սոտկի շրջան, Ջերմուկ, ադրբեջանական օկուպացիոն ուժերը ինչ գործ ունեն Հայաստանում։ Դե այդ հարցերը եթե պատասխանեց իշխանության տարբեր ներկայացուցիչներին է տաղավարում հարցնում եմ եւ իրենք պնդում են որ դա գործընթաց է եւ աշխատանք տարվում է այդ ուղղությամբ բայց թե ինչի մասին է խաղաղությունը երբ այդ ուժերը շարունակում են մնալ ու նաեւ հիշենք որ Ալիևը նշում էր որտեղ որ իրենք կանգնած են այդտեղից դուրս չեն գալու Դա արդեն աքսիոմատիկ ճշմարտություն է դարձել որովհետեւ նախ այս իշխանության որևէ ասած արժան հավատ չէ երկրորդը մենք տեսանք այսպես կոչված դելիմիտացիա եւ դեմարկացիայի գործընթացի ընդամենը 150 մետր երկարությամբ իրենց արած գործընթացը եւ չտեսանք ադրբեջանական կողմից բնականաբար որևէ գործընթաց ավելին օրակարգում շարունակում է մնալ երկու բան ադրբեջանական համատեղ հանձնաժողովի նիստից ինչու՞ չունենք որևէ նորություն Իրանցից հետո առհասարակ այսինքն տարի ու կեսից ավելի գրեթե շուտով կլինի 2 տարի եւ այդ հանձնաժողովը անգործության է մատնված փաստացի կարող եք նշել ավելի նույնիսկ եթե գործել է հայկական կողմը որևէ առաջընթաց չունեցել սեփական շահերը ամրապնդելու կամ սեփական դիրքեր ամրապնդելու ուղղությամբ ինչ գործընթացի մասին է խոսքը այսինքն եթե ստացվում է ըստ սիլոգիզմի Եթե դուք մտնում եք գործընթացի մեջ, անպայման պրոադրբեջանական պետք է լինի արդյունքը։ Իրենց ասածը դա է, եթե գործընթաց է, ընթանում ում եք խափում։ Ում եք խոտակերի տեղ դրել։
Այդ դեպքում երբ որ դուք եք այդ խոտը ուտում ամբողջ աշխարհի առաջ ամենավերջին շռնդալից բացահայտումը չասեմ հայտարարությունը հերթական անգամ որ Իլհամ Ալիևը արեց Մյունխենի անվտանգության 62-րդ գագաթնաժողովի ժամանակ հստակ սևը սպիտակի վրա նշելն է այն դեպքում երբ որ Վենսեի քննում չգիտեմ ինչ եք անում մենք 89 միլիարդ այս կողմ այն կողմ մոլորեցնելով մանիպուլացնելով հանրությանը մարդ ասած մինչև սահմանադրությունը չփոխեք ձեզ այդ խաղաղություն կնքելու չկա հիմա դրա տակ ինչ ռեսուրս է դրվում հարցի մյուս կողմն է Գուցե Երևանն ու Բաքուն պաշտոնական ունեն պայմանավորվածություն, որ Ադրբեջանը պետք է խստացնի հռետորաբանությունը, որպեսզի Հայաստանի ժողովրդին վախի մթնոլորտի մեջ պահի, եւ իրենք բավարարվեն բացառապես այն ամենով, ինչ այս իշխանությունը իրենց մատուցում է։ Վախի մթնոլորտում է, չէ՞, ամեն դեպքում մեր հանրությունը։ Բացառապես։ Պատերազմի կուսակցություն, խաղաղության կուսակցություն։ Իդեպ քան չեմ մոռացել Տիկին Մամյան, վերջերս գուցե հանրության լայն շրջանակներին չի հետաքրքրել, բայց մի քանի օր առաջ մահացավ գերմանական քաղաքական սոցիոլոգիայի հայրերից մեկը Հաբերմասը որը հենց այս խնդրի մասին էր խոսում ժողովրդավարություն հասարակություն կապ կորելացիան ընդհանրապես ինչ բան է ժողովրդավարությունը այս իշխանությունը որի նման օրինակ նաև եղել է մենք տեսել ենք Կանադայում Տրուդոյի ժամանակ Զելենսկին Ուկրաինայում Սաակաշվիլին Վրաստանում Ահմադ Ալ-Շարը Սիրիայում ասես բոլորը նույն դասարանից են եղել իրենք ժողովրդավարությունը չեն ընկալում ընդհանուր պարունակով չեն հասկանում իրենց թվում է որ ժողովրդավարություն կոչեցյալը բացառապես ընտրությունն է ընտրական process-ն է որին գնում ես քվետ տալիս ես եթե այդպես է ուրեմն չէ ժողովրդավարությունը հենց այդ հանրային մթնոլորտն է որի իշխանությունը պարտավոր է ապահովել 3 բան ըստ Հաբերմասի նաև դա էր ասում անկաշկանդ զրույցի մթնոլորտ չկա ցույց տվեք որտեղ չկա թշնամական խոսք մենք վերջին 6 տարում համենայն դեպս թշնամանքի մեջ ենք ապրում միմյանց նկատմամբ այսինքն եթե ես ունեմ վերապահում ձեր ասացի նկատմամբ կամ դուք իմ ասացի նկատմամբ մենք կարող ենք շատ ցիվիլ քաղաքակիր ձևով նստել խոսելով այսինքն դա անհրաժեշտ պայման է առաջին գլխավոր պայմանը որը չկա եւ երկրորդը բռնաճնշումներ ինչի մասն է խոսքը մի երկիր որը այից մինչև բռնաճնշումների փիլիսոփայության վրա է կառուցված դուք կարող եք խոսել ժողովրդավարության մասին, բայց հետո Եվրամիությանը կանչեք, ասեք, գիտեք ինչ, այսպես կոչված հիբրիդային ինֆորմացիոն հարձակումներ են լինում մեզ վրա, եկեք մեզ պաշտպանեք։ Այսինքն միջամտություն պետության ներքին գործերին, բայց այս երկիրը ժողովրդավարական է։ Ինչպես եք պատկերացնում դա։ Եկանք հասանք լավ տեղ, Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ ու առհասարակ իշխանության կողմից վերջին ամիսներին կամ գրեթե վերջին 1 տարին անդադար խոսվում է հիբրիդային պատերազմի մասին, որ իշխանության դեմ է վարվում ռուսական կողմից հատկապես, դուք ոնց եք վերաբերվում այս խոսույթին, այս քննարկմանը ու առհասարակ Կալասի կողմից նման աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը եւ Եվրամիության կողմից։ Տեսեք, Եվրամիությունը մի քանի տարի ես վերլուծել եմ այս ամբողջ եւ ներկայացրել եմ մեծ հաշվով նորություն չմասի ձևակերպումն է փոխվում ընդհանրապես Եվրամիությունը դատարկաձեռն դուրս եկավ այսպես կոչված ռուս-ամերիկյան հիբրիդային եւ պրոքսի պատերազմից Ուկրաինայում ամբողջ կոժն ու կուլան ջարդվեց Եվրոպայի գլխին ամենամեծ ռազմաստրատեգիական սխալը որ Եվրոպան թույլ տվեց եւ ինչի համար ինձ տարբեր օտարերկրյա think tank-երում նաև մեղադրում էին, որ չի կարող այդպիսի բան լինել։ Ինձ համար 22 թվականին պարզել, որ այս հակամարտությունից ամենաշատ դժոխ Եվրոպան է լինելու, Եվրամիությունը որպես քաղաքական միավոր, բացի Ուկրաինան, որ ցավոք փլուզվեց եւ չկա Ուկրաինա, մեծ հաշվով ունի տարբերություն։ Եվրամիությունը պիտի կոմպենսացնի այս ամբողջը։ Աշխարհակաղակական տեսանկյունից Եվրամիությունը պիտի փորձի խութեր գտնել տարբեր տարածաշրջաններում, որտեղ ոչ թե հակառուսաստանյան քաղաքականություն իրականացի, որտեղ իրենք հասկացան պետք չէ Ռուսաստանի դեմ կռիվ տալ անիմաստ, որտեղ Միացյալ Նահանգները թողեց իրենց մեն-մենակ։ Միացյալ Նահանգներն Ուկրաինայից հետաքրքիր էին օգտակար հանածոները, գետնի տակ ինչ կա, ընդերք։
Եվ Ալիասկայում հստակ պայմանավորվածություն ռազմավարական ուղղությունների վերաբաշխման նոր ձևավորվող աշխարհակարգում։ Դա էր անհրաժեշտ։ Ռուսաստանն անհրաժեշտ էր տարածք եւ ընդերք եւ հեղինակության ամրապնդում եւ բնականաբար Արևելյան Եվրոպայի նկատմամբ նվազագույնը մասնակի վերահսկողության հաստատում։ Ինչ պիտի աներ Եվրամիությունը, պիտի փորձեր Հարավային Կովկասում ակտիվանալ։ Ինչու որովհետեւ իդեմս Հայաստանի գոյությունի մի իշխանություն, որը մեսիջներ է ուղարկել բարբերաբար, որ ես պատրաստ եմ ստանձնել հակառուսաստանյան բասյոնի դերը։ Ֆրանսիական ակտիվությունը ինչու հիմա չի նկատվում Հայաստանում։ Այդ ֆոնին չի նկատվում, որովհետև Արցախից հետո փակեցին իրենք իրենց ակտիվությունը, հասկացան, որ այստեղ անելիք չունեն, դե թողանեին միջուկային պետությունների վերջո եւ այլն։ Մի խոսքով Ֆրանսիան մինչև վերջերս շարունակում էր պնդել, որ պետք է հակառուսաստանյան դրոշ բարձրացնել Ուկրաինան, չէ՞։ Բրիտանիան նույնպես, այսինքն ձեռնունային դուրս գալուց հետո իրենք պիտի փորձեն ինչ-որ շարժումներ անել, բայց կամ safe exit ապավել, հա, անվտանգ ելք փորձել ապավել այս ամիջից։ Հիմա հարց այն միավորը քաղաքական Եվրամիությունը, որը ասում է Հայաստանում հնարավոր է հիբրիդային, այսինքն հիմնականում ռուսաստանյան հուժկու հարձակում։ Ես դες հարց եմ տալիս, չգիտեմ, եթե շփվել եք դուք անձամբ վերջին մի քանի տարիների ընթացքում եվրոպացիների հետ եւ քաղաքական շրջանակների եւ մարդկանց հետ։ Զանգվածային զոմբիացում ամբողջ եվրոպական տարածքով։ Սեփական իշխանություններն են հիբրիդային պատերազմ մաղում սեփական քաղաքացիների հանդեպ։ Եվրոպայից մինչև Միացյալ Նահանգներ, մինչև Ռուսաստան չի վարում հիբրիդային պատերազմ իր քաղաքացիների դեմ։ Միացյալ Նահանգները չի վարում։ Միացյալ Նահանգների նախագահը կանգնում եւ ասում է, երբ որ հայտարարակ պարտվում է Իսրայելը, հա, մեծ հաշվով, եւ գաղափարական իմաստով, եւ նպատակների սահմանման եւ չիրականացման իմաստով այս պատերազմը, ինչը եւ կանխատեսել էինք։ Ինչպես են փորձում հрамցնել այդ ամբողջ սեփական ժողովրդին։ Բարձ մեսիջներով միջին վիճակագրական ամերիկացունից կարող եք ասել այաթոլլահը փոխվի թե ոչ, ինչ տարբերություն իր համար կամ ինչ է տեղի։ Հիմա նույնն էլ Եվրոպան է անում սեփական քաղաքացիների հանդեպ։ Սեփական քաղաքացիները ըմբոստանում են, որովհետև գնաճը, ես սա ձեզ վերջին տվյալներն եմ ասում, մի քանի օր առաջվա, երբ որ նայել եմ, նաև մեր գործընկերների հետ այսպես կապվել ենք։ Կապույտ վառելի Քատիկին Մամյան, Բելգիայի նման երկրում թիվ եմ հնչեցնում 85%-ով աճել է։ Դուք սա պատկերացնում եք տնտեսության եւ շղթային մնացած այսպես ցիկլի վրա ազդեցություն, եւ սա ինչի հետևանք է։ Սեփական քաղաքացիներին զոմբիացնելու, ասելու, որ Ռուսաստանը հիմա հարձակվում է։ Ֆրանսիայի նման բան միջուկային պետության վրա, ուրեմն բանը պիտի հարձակվի։ Ռուսաստանը կհարձակվի, ինչպես Ֆրանսիան կհարձակվի, մեկը մյուսի տվյալների բազան է ուզում գողանալ, մեկ մյուսի վրա կիբերհարձակումներ են իրականացնում, եւ դա միշտ է եղել, բայց որ սեփական քաղաքացիներից վախեցնես եւ որդեգրես դիցուկ դեմոնիզացնես, հա, ես իմ խնդիրը Ռուսաստանը չէ։ Երևույթը ճիշտ եմ հասկանում, երբ որ Հայաստանում խոսվում է դեպի Եվրոպա գնալու մասին, մենք առաջնահերթ դա ենք հասկանում, այսինքն սեփական ժողովրդին վախի մթնոլորտում պահել։ Բացառապես մենք ինչ աղերս ունենք Եվրամիության հետ կասեք։ Ինձ թվարկեք թղթի վրա ունենք SEPA-ի պայմանագիր, որ մենք ստորագրեցինք 17 թվականի նոյեմբերի 26-ին, մենք ունենք շատ լավ կետեր են գրած, ինստիտուցիոնալ եւ պրոցեդուրալ գործընթացային ինչ է տեղի ունեցել, մի հատ ասեք, թե ժողովրդին պիտի խափեք դիցուկ Համզաչիմանի մեր բնակչին, հայրենակցին, ասեք, որ գիտես ինչ դու Շենգեն վիզա ունենալու հնարավորություն ես ունենալ, լուրջ, դուք ում եք ձեռը առնում, թե միայն ասֆալտ փռելով կարող եք ասել, որ գիտես ինչ մենք գնում ենք դեպի Եվրոպա, այդ ասֆալտը ում է պետք, եթե դու չունես կրթություն, այդ դպրոցը ում է պետք, եթե չունես կրթություն, դրանք տարբեր բաներ են։ Բայց կարծում եմ նախ եւ առաջ պիտի հասկանալ, թե Եվրոպան ուր է գնում, որ մենք իր հետևից գնալիս հասկանանք, թե մենք ուր ենք գնում։ Շատ ճիշտ է։ Եվրոպան գնում է դեպի ազգային պետությունների վերաձևավորում, եւ եթե ուշադրություն դարձնեք վերջին 2 տարվա ընթացքում հատկապես միգրացիոն հոսքերի ավելացման,
միգրացիոն քաղաքականության, հարկային քաղաքականության համատեքստը փորձեք հասկանալ, կտեսնեք, որ աչերի հաղթանակը ընդհանրապես Եվրոպայում շատ բարձ բան է ասում։ Մեզ պետք չեն ձեր այդ ճաճանչափայլ խոսքերը համաեվրոպական, ճիշտ է, հիմա համաեվրոպական քաղաքական միավորը քանդելը, այսպես ասենք, շատ բարդ process է եւ երկարատև process է, բայց որ Brexit-ով Բրիտանիան կանխատեսում էր այս ամբողջը եւ հաշվարկել էր եւ առաջինի ինքը դուրս եկավ process-ը շատ լավ հասկանալով, որ ազգային պետության ինքնուրույն շահերի պաշտպանությունը շատ ավելի կարևոր է, քան այսպես ասենք համաեվրոպական շահերի, որովհետեւ եթե համաեվրոպական շահեր ասում եք, առաջին հերթին պետք է ուղղորդողը լինի արժեքները, Տիկին Մամյան։ Որտեղ են համաեվրոպական արժեքները։ Երբ տեսեք, միևնույն ամբիոնից 10 տարվա կտրվածքով կամ 20 տարվա կտրվածքով Եվրախորհուրդ կլինի կամ Եվրամիության տարբեր հանձնախմբեր կլինեն, Հայաստանի տարբեր ղեկավարներ, որ գնացել են, խոսել են այդտեղ, չի եղել մի ղեկավար, որ գնա այդտեղ, գիտեք ինչ, հասկացանք լաիցիզմ է, հասկացանք աշխարհիկ պետություն է իբր։ Չի կարող լինել այդպիսի խայտառակ երևույթ, խայտառակ դեմքով, որ գնա ու ասի, գիտես ինչ, տերորիզմով է զբաղվում եկեղեցու սրբազանը։ Դուք դա հասկանում եք ինչ է։ Մի կողմ թողենք մեր ներազգային ամոթն ու խարանը, որի մասին պետք է չասեմ ինչ անել։ Ինքը ճաղերի հետևում պետք է հայտնվի նաև այդ հայտարարության համար։ Բայց միջի միջակագրական եվրոպացի պաշտոնյան, ձեզ անկեղծ եմ ասում, ես իրենց հետ շատ եմ շփվել։ Իրենք 1090 թքած ունեն Հայաստանի մասին, ամեն ինչի մասին։ Դա քեզնից է կախված, դուք կարող ես աշխատել իրենց հետ, թե ոչ։ Կբերես իր դաշտ, թե ոչ։ Մեկ է Թուրքիան կամ Ադրբեջան բռնելու կամ նույն բանը Բուլղարիան կամ Ռումինիան փորձելու է տանել լոբինգ իրականացնել, կաշառքնել են վերցնում, սա ամեն ինչն էլ անում են։ Բայց միջի միջակագրական եվրոպացի պաշտոնյային, երբ որ դու տեսեք ինչ տեխնոլոգիա է գործածում, համատարած գլոբալիզմի եւ այլասերության պայմաններում դու չես խոսում արժեքների մասին, փոխարեն սրտիկ, մարտիկ, չգիտեմ ինչի մարություններով ես զբաղված։ Դու եկեղեցի ես հալածում, որովհետև ասում ես, օ, տերորիզմ բառել ես գործածում։ Ինքը ինչ տպավորություն պիտի ստանա։ Ուրեմն պիտի ասի, որ օ, he's a good man։ Ինքը լավ մարդ է, ասում, լավ քաղաքական գործիչ է, որ իր երկրում մաքրագործում է, բայց ինքը չգիտի քո երկրում ինչ է տեղի ունենում։ Դրա համար էլ կալասները կարող են շատ հանգիստ կանգնել ասել, որ այս ամեն ինչի հետևում ես ես հավատացնում եմ Եվրախորհրդի բոլոր կառույցներում ամենայն պատասխանատվությամբ եմ ասում այս իշխանության ներկայացուցիչները զբաղվել են մեկ բանով անցած 6 ամսվա ընթացքում ուռճացնել այսպես կոչված հիբրիդային հարձակումների եւ հիբրիդային պատերազմի միֆը եւ դա կապել ուղիղ Ռուսաստանի հետ որպեսզի Եվրոպային կարողանան ներքաշել այսպես կոչված հակառուսաստանյան գործողություններում իշա այս իշխանության գործունեության բացառապես դրանով են զբաղված մի հատ ելույթներ ուսումնասիրեք էլ իրենց Եվրախորհրդի Պարոն Գասպարյան շատ խոսվում էր վերջին ժամանակներում որ այ ընտրությունների նախաշեմին իշխանության թիմը ամեն բան կանի կրկին իշխանության գալու համար եւ դրա տարբերակներից մեկը այն է որ գեյների նոր խմբի վերադարձ լինի իհարկե անուններ հնչում են որոնք այդ ցուցակում ամեն դեպքում չեն լինելու ձեր կարծիքն է հետաքրքրում արդյոք այդ քայլին կգնա ամեն դեպքում իշխանությունը սեփական ձայների համար եւ դա պատասխանեք մյուս հարցը արդեն հավելյալ կհնչեցնեմ Գերիները վարկյան առաջ պետք է վերադառնան ոչ մի խոսք որևէ մեկի մասին ոչ մի քննադատություն ոչ մի բան մինչև չվերադառնան կվերադառնան իրենց երկիր իրենց հայրենիք նոր մնացած ամեն ինչի մասին կարելի մտածել եւ խոսել սա ֆիքսինգ ինչու եմ սա ընդգծում որովհետեւ սա չպետք է դառնա քաղաքական շարժման առարկա որևէ կողմի մոտ երկրորդ Ես չգիտեմ այս իշխանությունը ինչ է պայմանավորել բանավոր Ադրբեջանի հետ։ Դուք գիտեք։ Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին խոսակցությունները երբ սկսեցին 21 թվական պատերազմից հետո
բայց բազմաթիվ աղբյուրներ նշում են, որ այդ ամեն ինչի մասին խոսակցություն եղել է դեռ 20 թվականին։ Շատ լուրջ մակարդակներում միջնորդ պետության միջոցով։ Ընդհանուր ռուսական կողմն է ներգրավված եղել այդ խոսակցություններում։ Հիմա ինչու չեն ասել կամ հետախուզական տարբեր օղակների միջոցով չի ասել, դա հարցի մյուս կողմն է։ Դա միայն նոր իշխանությունը կկարողանա ինստիտուցիոնալ այդ փաստաթղթաշրջանառությանը ծանոթանալուց հետո։ Մենք չգիտենք ինչ են պայմանավորվել։ Բայց ես կարող եմ ենթադրել, որ այս իշխանությունը ունի բանավոր պայմանավորվածություն եւ դրա վկայությունն այն է, որ Ալիևը պարբերաբար հիշեցնում է խոստումները պահելու անհրաժեշտության մասին։ Ես այդտեղից արդյունքից կարող եմ ենթադրել, թե իրենք ինչ են պայմանավորվել, գուցե բանավոր։ Եվ ինչու է Ալիևը շտապեցնում, որովհետեւ հավատում է, որ ծաղրածու հարբեցողի հետ չի կարելի բանավոր պայմանավորվածություններ գնալ։ Այդ իսկ պատճառով ինքը հավելյալ ճնշումներ է գործադրում, որ պետք է գործով ապացուցես, որ Հայաստանի սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ, այսպես ասենք, դե այդ տարածքային պահանջը ինչով է Ադրբեջանն առնչվում։ Դա միայն Բաքվում են ասում, Անկարայում եւ Երևանի այսօրվա գործող իշխան վարչախումբն է ասում։ Հայաստանի անկախության հռչակագիրը որևէ տարածքային պահանջ չունի որևէ պետության նկատմամբ։ Սա ֆիքս ենք։ Հիմա Ալիևի հայտարարություններից եւ թուրք պաշտոնյաների հայտարարություններից ես կարող եմ ենթադրել, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի չեմ ուզում գործածել շատ այդ կամ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակում հասկացությունը, որքան էլ այս անձնավորությունը անընդհատ պնդում է մենք պատրաստ ենք սա անենք, դա անենք, ինչու Ադրբեջանը չի գնում այդ քայլին։ Թեթև ժեստ արել են ադրբեջանական այսպես տարածքով ինչ որ բենզին բերելու կամ սա անելու կամ դա անելու։ Դրանք ակնարկներ են եւ լրացուցիչ հաղթաթղթեր, որպես այս իշխանությունը կարողանա դա կապիտալիզացնել սեփական ժողովրդի դեմ ընտրություններ մաղթելու։ Ես կարող եմ համոզված լինել, որ Ադրբեջանի համար լավագույն իշխանությունը, որը կկարողանա իրականացնել պայմաններ առանց պատերազմական գործողությունների, Հայաստանի գործող վարչախումբն է։ Ես ավելի վատ սցենարել եմ կանխատեսել Տիկին Մամեն եւ դրա մասին խոսել եմ։ Անդիմադիր զանգվածի թեև մի փոքր շատ բարդ է ասել հավաքական անդիմության, որովհետեւ չկա եւ չպետք է գուցե լինի նաեւ այդպեսին։ Անդիմադիր զանգվածի հեղինակության բարձրացմանը զուգահեռ կարող է Բաքվից խստացվել պատերազմի հռետորաբանությունը, ընդհուպ դրան տոն տրվի Երևանում։ Ավելի բարձ չեմ բացառում Հայաստանի իշխանությունը չեմ բացառում գնա հստակ պայմանավորվածության վիճակը թեժացնելու հայտարարելու Հայաստան մարտակարգ դրություն կամ ռազմական դրություն, պատերազմական դրություն սրա իշխանությունը երկարացնելու եւ իբր պատերազմական գործողությունների գնալու համար։ Այդ պատերազմական գործողություններում մենք երթական անգամ գուցե կասենք, որ ի վիճակի չենք դիմադրել, թեև հայտարարել որ պարադ է անում մայիսի 20-ին ձայներ կորզել մուրալու համար երթական անգամ պարադ պիտի աներ, այդ զենքով կարողանա իր Արցախը պաշտպանել, Արցախը պահել, ոչ թե ձեռքերդ լվալ եւ ասել Արցախը հայրենիք չէ։ Արցախը հայրենիք չէ, եկեղեցին սուրբ չէ, չգիտեմ, բա դու ով ես։ Դու ինչ գործ ունես այս երկրում։ Եկեղեցու հարցում կարծես թե տպավորություն կա վերջին ժամանակներում, ինչ որ դադար է, թե այն ժամանակ ավելի ակտիվ էր այդ արշավը։ Հիմա պատարակներ չկան ամեն Կիրակի օր, ես դա նկատում եմ։ Պարտվեց, ինչ պիտի անի։ Դա պարտության նշան է, դա է ուզում հասկանալ։ Ամեն դեպքում այն սցենարը, որ կար իշխանության կողմից, չաշխատեց եւ երկրորդ մասով այ վերջերս ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախի մասին խոսելը մեզ համար վտանգավոր է Արցախ անունը ընդհանրապես։ Ես իր անունը արտաբերելը համարում եմ սրբապղծություն, այնպես որ Արցախ եւ այդ անունը կողքով պատարակների ժամանակ նշում է Արցախի մասին, շեղվում են եւ խոսում են։ Դա խնդիրներ է մեզ համար։ Ես իր հայտարարություններ չեմ մեկնաբանում։ Երևույթի մասին խոսեմ պարզապես։ Այդ բառը ինքը թող բերանը չվերցնի։ Ամենամեծ սրբապղծությունը դա է, երբ որ ինքը Արցախ բառն է արտաբերում, ուղղակի չմոտենա այդ թեմային, ու այդ անվանը չմոտենա ինքը, որովհետև ոչ բարոյական, ոչ մի իմաստով ինքը իրավունք չունի այդ բառը գործածելու, սա մեկ։ Երկրորդը հայերենում լավ բառ կա,
բերանքսիվայր ինքը եկեղեցու դեմ բերանքսիվայր տապալվեց եւ ինքը շատ փոքր բջիջ է նույնիսկ ասեի լիպիդ ճարպակալած որպես եկեղեցու վրա ձեռք բարձրացնի կամ փորձի այլ կոմպրոմատներով հավաքագրած սրբազանների միջոցով նույնիսկ իրենք են արդեն խնդիր բարձրացնում որ մենք ինչ մեջ թաթախվեցինք հիմա դուք լուրջ հավատում եք որ միջին վիճակագրական մեր ոստիկանության աշխատակիցները միջին վիճակագրական մարդ որ ունի ընտանիք ունի երեխաներ դուք լուրջ հավատում եք որ ինքը ամբողջ սրտով այսպես ներգրավված է եկեղեցու դեմ այս արշավում թող լինի 5% այսպես նվիրյալների իրենց բայց 95%-ը դիքի մաման երեխա է կնքել եկեղեցական որևէ արարողության նվազագույնը մասնակցել է կապ չունի հավատի մակարդակը մենք չենք քննարկում մեր խնդիրը չէ դա ինքը այս շրջապատում է ապրում այս հանրույթում է ապրում եկեղեցի գնում պսակ է կնունք է ծնունդ է չգիտեմ ինչ է եւ ինքը չի կարող օտարվել եկեղեցուց դուք ինչպես եք պատկերացնում որ մարդը կանգնի եւ ասի ես ամբողջությամբ աջակցում եմ պարտականությունը կատարում աշխատանքն է կատարում է մենք եթե որակապես այլ հասարակությունում լինեինք որտեղ առաջին պատասխանատուն այս հարցի եկեղեցին եկեղեցական կրթություն նաև մատուցած կլիներ եւ հանրությանը պատրաստած կլիներ նմանատիպ կազուս վիճակներում ճիշտ վարվելու ես ուրիշ բան կասեի բայց ես դες հավատացնում եմ ի սկզբանե այդ բարձրացված դրոշը սև դրոշ էր չարիքի դրոշ էր ականջը կանչի Բագրատ Սրբազանի ների դեմ պայքարը եւ ների այդ դրոշակը տապալվեց եկեղեցու առջև ինքը հասկացա որ այս մեր ժողովուրդը որքան էլ հակասություններ ունենա որքան էլ պրետենզիաներ ունենա կամ տրամադրվածություն ունենա կարմիր գծեր կան իհարկե շնորհակալ եմ ձեզ պարոն Գասպարյան ձեզ եմ շնորհակալ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ եւս մեկ անգամ որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Աբրահամ Գասպարյանն էր Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրենը եւ քաղաքագետ կհանդիպենք